The Insider-ի աղմկահարույց բացահայտումներից հետո, որտեղ խոսվում էր Հայաստանում ռուսական ազդեցության ցանցերի, ապա տեղեկատվական արշավների եւ քաղաքական գործընթացների վրա հնարավոր ներգործության մասին Կրեմլում կարծես իրարանցում է սկսվել։ Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը եւ պնդել, թե հարթակի ներկայացրած փաստարկները կեղծ են։ Հետաքննության մեջ ներկայացված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ ստեր եւ կազմակերպված սադրանք, որոնք նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա եւ վախեցնել հայ հասարակությանն ընտրություններից առաջ։ Այս կեղծ լուրերի հեղինակները, որոնք ըստ երևույթին այդքան ուշադիր ուսումնասիրել են դիվանագիտական առաքելության աշխատակիցների կենսագրական տվյալները, նույնիսկ չեն էլ փորձել կրկնակի ստուգել տեղեկատվությունը, թույլ տալով բազմաթիվ փաստական սխալներ եւ անճշտություններ, ինչը միայն հաստատում է հեղինակների պրոֆեսիոնալիզմի եւ տարրական գրագիտության մակարդակը։ Ռուս պաշտոնյաներն անցնելով ինքնապաշտպանության մեկը մյուսի հետևից արդարանում են հերքում, բայց միաժամանակ նոր մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին։ Մոսկվան դժգոհ է Երևանի եվրոպական ակտիվացումից, վախեցնում է ուկրաինական սցենարով, խոսում երկու հարսանիքում ապրելու անհնարինության մասին եւ նույնիսկ առաջարկում Պուտինի ճանապարհ կառուցել դեպի Հայաստան։ Իսկ պաշտոնական Երևանը շարունակում է կրկնել. Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու նպատակ չունի, այլ վարում է ինքնիշխան քաղաքականություն։ Ռուս պաշտոնյաները փորձում են համոզել Հայաստանը շեղվում է ճիշտ ճանապարհից, իսկ Արևմուտքը Երևանին օգտագործում է Մոսկվայի դեմ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւս շտապել է հերքել այն հրապարակումները, որոնցում խոսվում էր ռուս դիվանագետների Հայաստանի ներքին գործընթացներին միջամտելու մասին։ Նա հայտարարել է, թե իբրև Հայաստանում լրտեսական մոլուցք է տարածվում Ռուսաստանի դեմ, եւ սա այն դեպքում, երբ վերջին օրերին հրապարակվող հետաքննությունները հենց ռուսական մեդիաբոտային ցանցերի մասին են։ Դա բացարձակ սուտ է, բացարձակ ֆեյք։ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին քաղաքականությանը ի տարբերություն ԵՄ-ի։ Եվրամիության նպատակը Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելն է։ Միջազգային մամուլը հայտնում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվացել է Մատրիոշկա եւ Ստորմ 15-16 անուններով հայտնի ռուսական ապատեղեկատվական ցանցերի գործունեությունը։ Հարյուրավոր կեղծ տեսանյութեր, AI-ով գեներացված քարոզչական հոլովակներ, Փաշինյանին ու Մակրոնին վերագրվող գաղտնի պայմանավորվածություններ։ Նպատակն է ստեղծել վախի մթնոլորտ եւ համոզել, թե եվրոպական ճանապարհը Հայաստանին տանելու է պատերազմի։ Մինչև միջազգային հետազոտողները խոսում են համակարգված ռուսական տեղեկատվական գրոհի մասին, Կրեմլը ոչ միայն չի հերքում Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը, այլև արդեն բաց տեքստով հիշեցնում է, ով է այսպես ասած կերակրում Հայաստանը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախ հայտարարել է, թե Հայաստանի տնտեսական աճը հնարավոր է դարձել բացառապես Ռուսաստանի շնորհիվ, ապա անցել նաև քաղաքական մեղադրանքների։ Նա ոչ բարեկամական քայլ է անվանում միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, Եվրամիության հետ մերձեցումը, նույնիսկ Ուկրաինայի մասնակցությամբ միջոցառումները Երևանում։ Զելենսկին Երևանից սպառնաց հարվածներ հասցնել հաղթանակի շքերթի ժամանակ։ Դա նշանակում է պղծել նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը։ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ձգտել Եվրամիություն։ Հայաստանին չի հաջողվի միաժամանակ ապրել երկու հարսանիքում։ Ու այս ամբողջ տեղեկատվական ու քաղաքական ճնշման ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է պարբերաբար հայտարարել. Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ խզելու նպատակ չունի։ Վարչապետը բազմիցս ասել է՝ ի հեճուկս Մոսկվայի անտեղի ջղաձգումների Երևանը չի գնում հակառուսական ճանապարհով, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ շահագրգռված է նորմալ գործընկերային հարաբերություններով։ Փաստն այն է, որ մենք ընդունել ենք եվրոպական օրենք Եվ փաստն այն է, որ այդ երկու փաստը համատեղ իրար հետ գոյություն ունեն։ Այդ նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար հետ համատեղ գոյություն կարող են ունենալ եւ երեք էլ գոյություն ունեն այդ փաստերը իրար հետ, այսօր էլ գոյություն ունեն։ Եվ փաստը խոսում է իր մասին։ Եվ մենք ամենայն հարգանքով եւ գնահատանքով ռուս գործընկերների հետ առանձնյարդի բոլոր հարցերը կքննարկենք, կպարզաբանենք։ Էլի եմ ասում, մենք որևէ այլ երկրի առավել եւս Ռուսաստանի Դաշնության շահերին վնասելու խնդիր ոչ ունեցել ենք, ոչ ունենք, ոչ էլ ունենանք։ Եվ մենք առավել եւս չունենք մեր երկրի շահերին վնասելու խնդիր եւ բնականաբար չենք կարող մեր մտքով նույնիսկ անցկացնել նման բան։
Փաշինյանի թիմը պնդում է, Հայաստանը պարզապես փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը եւ ապահովել սեփական անվտանգությունը, հատկապես այն բանից հետո, երբ հենց ռուսական դաշնակցային համակարգը չաշխատեց Հայաստանի համար ամենածանր պահերին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, ավելի վաղ նշել էր, որ Հայաստանի ինքնիշխան որոշումները չպետք է ընկալվեն որպես հակառուսական քայլ։ Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ավարտացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն ավարտացնում հարաբերությունները տրամաբանությունը, որ Հայաստանի Հանրապետությունը իր շահերը պետքա միշտ հետապնդի միացած հետ նայելով տենա հանգարցակի Ռուսաստանը չի նեղսրտում, որքանով է ճիշտ։ Ես համարում եմ դա ճիշտ չի, որովհետև Ռուսաստանը, երբ որ իր շահերն է առաջ տանում, ինքը չի նայում Հայաստանի Հանրապետության շահերին, ինքը կանգնում է այդ շահերի վրա, թե չի կանգնում այդ շահերի վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում։ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում։ Մինչև պաշտոնական Երևանը փորձում է հավասարակշռված հայտարարություններ անել, ռուսական պետական մեքենան բացահայտ ու քողարկված մեթոդներով շարունակում է աշխատել Հայաստանի իշխանությունների դիրքերը թուլացնելու ուղղությամբ։ Մոսկվայից հնչող հայտարարություններն էլ եւս մեկ անգամ փաստում են։ Կրեմլը պարզապես չի համակերպվում այն մտքի հետ, որ Հայաստանը փորձում է դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց։ Եվ հենց այստեղից էլ սկսվում են սպառնալիքները, մեղադրանքները, պատմական հիշողության շահարկումներն ու տնտեսական կախվածության մասին հիշեցումները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։